Պատշաճ առաջադիմություն ունեցող ուսանողը ուսման վարձը չվճարելու պատճառով բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից չի զրկվի։ Խորհրդարանական լսումներին բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Օրենքը պարունակում է նաև այս խնդրի լուծման ինստիտուցիոնալ մեխանիզմներ։ Նախարարի խոսքով նպատակադրվել են ունենալ պետության ֆինանսավորմամբ գործող մինչև 8 բուհ ուժեղ հետազոտական բաղադրիչով, ապահովել բուհերի միջազգային վարկանիշային աղյուսակների առաջին 500-ակում ընդգրկված առնվազն 4 բուհի առկայություն, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը։ Եթե մեկ բառով ձևակերպենք կառավարության նպատակադրումը, դա միջազգայինորեն մրցունակ բարձրագույն կրթության և գիտության համակարգի ձևավորումն է, որտեղ մեր յուրաքանչյուր ուսանող գիտի, որ իր ստացած կրթությունը ճանաչելի է, ընդունելի է, պահանջված է, յուրաքանչյուր դասախոս ունի աշխատանքային արժանապատիվ միջավայր, որտեղ դասախոսական աշխատանքը հետազոտական և մասնագիտական անընդհատ զարգացում ապրող աշխատանք է։ Պետք է այնպիսի բարձրագույն կրթություն ապահովել, որպեսզի շրջանավարտների առնվազն 90%-ն աշխատի ընտրված մասնագիտությամբ, ասել է նախարարը։ Անդրեասյանը անդրադարձել է նաև ոլորտում առկա խնդիրներին, նշել օրենսդրական փոփոխություններով հասցեագրել են դրանք։ Լրջագույն խնդիրներից մեկն ըստ նախարարի բուհերի ֆինանսավորման գործող սխեման է։ Օրենքը լրջագույն բարեփոխում է բերում բուհերի ֆինանսավորման համակարգում։ Բուհերը ստանալու են հնարավորություն ունենալ առանձին ֆինանսավորում ինստիտուցիոնալ կառուցվածքների համար, նորարարությունն ու մրցունակությունը խթանելու համար, միաժամանակ ներդրվում է ուսանողների կրթաթոշակային համակարգ։ Հաջորդ խնդիրը բուհերում գիտական աշխատողների քիչ ներգրավվածությունն է։ Վերլուծությունները ցույց են տալիս, ամբողջ համակարգում ներգրավված անձնակազմի միայն 6%-ն է գիտական աշխատող։ Բուհերում դասավանդող անձնակազմի 51%-ը չունի գիտական աստիճան։ Բուհերում հիմնական աշխատող են հանդիսանում ակադեմիական կազմի աշխատակիցների 53%-ը, ընդ որում հիմնական աշխատակազմը 30%-ից ավելի մեծ տարիք ունի, քան 65-ը։ Նախարարի խոսքով բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը միտված է այս և մի շարք այլ խնդիրների լուծմանը։ Ներդրվել են մի շարք նոր գործիքներ, որոնք օգնելու են, որպեսզի մեր երկրում բարձրագույն կրթության և գիտության համակարգը լինի իրոք միջազգայինորեն մրցունակ։ Լսումների մասնակիցները հարցրին, թե ինչ է լինելու այն բուհերի շենքերի հետ, որոնք ակադեմիական քաղաք են տեղափոխվելու։ Ժաննա Անդրեասյանի պատասխանի ժամանակ, ի դեպ, խորհրդարանում էլեկտրաէներգիան անջատվեց։ Ինչ վերաբերում է պատմամշակութային նշանակության ունեցող շենքերին, դրանց պաշտպանությունը նախատեսված է նաև մեր այդ ոլորտի օրենսդրությամբ։ Բայց միկրոֆոնները աշխատում են, այդ նորմալ է։ Հատուկ էին արել, որ այս հարցին չպատասխանեմ։ Բայց մեկը կպատասխանեմ, որևէ մեկը նպատակ չունի ինչ-որ շենք ծախել։ Կներեք, դրա համար պետք չէր ակադեմիական քաղաքի ծրագիրը գրել և մտնել այս մեծ ածավալ բարեփոխման մեջ։ Եվ կարծում եմ, որ ժամանակն է, որ դադարենք այդ նպատակադրումները վերագրել այս բարեփոխմանը։ Մեր երկրի անկախացումից ի վեր հանրապետությունում չեն վերանայվել գիտության կազմակերպման ձևն ու գիտության նկատմամբ պետության մոտեցումները։ Այս մասին նշեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Նրա խոսքով 2022 թվականից սկսած ոլորտում իրականացվող ծրագրերը միտված են գիտությունը գրավիչ դարձնել երիտասարդ կադրերի համար։ Արդյունքում մենք սկսել ենք 22 թվականից գրանցել գիտնականների թվի աճ, այսինքն ոլորտը որոշակիորեն գրավիչ է սկսել դառնալ երիտասարդ կադրերի համար և 24 թվականի հաշվետվությունների համաձայն հասել ենք 3963 հետազոտողի թվին։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրեց, օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանում կքննարկվի հուլիսի սկզբին, իսկ երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսվում է սեպտեմբերին։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։